Աստծո հպումը, Մարտի 14։ Ես ձեր կողքին եմ, ինչպես մայր հավն է սիրով ու ջերմությամբ մոտ իր ձագերին, այդպես ես եմ ձեզ մոտ, ձեր հոգու, մտքի, մարմնի կյանքը, ձեր երիտասարդության նորոգողը։ Դուք դեռևս չգիտեք ինչ է նշանակում ձեզ համար ինձ հետ խոսելու այս ժամանակը։ Իմ սիրելի Եսային ասաց. նրանք, որ Տիրոջն են սպասում, պիտի նորոգեն իրենց զորությունը, նրանք արծվի թևերով պիտի բարձրանան, նրանք պիտի վազեն ու չհոգնեն, պիտի քայլեն ու պիտի չնվաղեն։ Արեք այն ամենը, ինչ որ ասում եմ։ Իմ հրամանների ու ցանկությունների հարատև ու բծախնդիր կատարումը շուտով կհասցնի ձեզ այնտեղ, ուր անհրաժեշտորեն պիտի լինեք թե հոգևոր, թե մտավոր և թե նյութական ասպարեզում։ Եթե ետ նայելով անդրադառնաք իմ խոսքերին, ապա կտեսնեք, որ ես աստիճանաբար առաջնորդել եմ ձեզ, տալով ձեզ հատուկ ու որոշակի ուսուցում և առաջնորդություն հատկապես այն ժամանակ, երբ դուք ճշտորեն կատարել եք իմ հրամանները։ Մարդու համար այն է գերազանց երջանկությունը, երբ Աստված հպվում է նրա կենդանի ու կարող հոգու ջղերին։ Ջանացեք ձեռք բերել ու պահպանել ուրախությունը, կյանք պարգևող այդ ուրախությունը։